Ազատություն։ Պարոն Աբրամյան, դուք Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդար եք համարում եւ ինչ նպատակով է այդ դեպքում իշխանությունը նման գործողությունների դիմում, պատճառը այն է, որ Սամվել Կարապետյանը կարող էր ներգրավել ներքաղաքական գործընթացներում թե ոչ, եւ նաեւ Թուրքիա կատարած այցի հետ կապված արդեն իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա, քանի որ օրակարգը հայտնի չէ, ինչ եք կարծում, ինչպիսի հարցերի քննարկում է տեղի ունենալու, դուք հնարավոր համարում եք, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն այս հանդիպման ընթացքում, որն է օրակարգը, ինչպիսի տեղեկություններ կամ ենթադրություններ ունեք։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, եթե տեղյակ լինեի, ամբողջությամբ այս մասով չէի խոս, հրապարակային չէի խոսի այն մասին, թե ինչ ծրագրեր կա պլանավորում ուներ Սամվել Կարապետյանը, բայց այն ինչ որ ինքը արտահայտել է այս մի քանի օրվա ընթացքում, իր նպատակը դա եկեղեցուն սատար կանգնելն է, որին տարիներ շարունակ տարբեր միջոցներով նա սատարել է, եւ ես նրա անկեղծությունը այս իրավիճակում բնականաբար վստահում եմ։ Ինչ վերաբերում է նրա հետագա հնարավոր քաղաքական, այսպես ասեմ, ճանապարհին, որը ինչպես ես հասկացա, նաև որոշակի ակնարկով կար նաև ձեր հարցադրման մեջ, անկեղծ ասած չեմ կարող ասել, թե սա հետագայում քաղաքական տեսանկյունից ինչ ճանապարհ կբռնի, այն որ սա քաղաքական հետապնդում էր իմ համար ակնհայտ է, անկախ նրանից թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի, շատ բարձ իրողություն այստեղ ունենք, փաստացի Սամվել Կարապետյանը արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլ իշխանության համար առավել վտանգ որևէ պայմաններում, որևէ սցենարի պայմաններում իշխանության համար օգտակար լինել, այլ բան է, որ այստեղ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, ոչ թե համապատասխան ինստիտուտների գործունեության արդյունավետությունն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ եւ այդ ներքաղաքական հաշվարկի տրամաբանությամբ իշխանությունը շարժում է։ Այստեղ ովքեր իրեն կարող են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել ուղակի կամ անուղակի ձևով, փորձ է արվում նրանց թիրախավորել եւ պարզապես խաղից հանել եւ այդ ողջ process-ը ես դիտարկում եմ դրա շրջանակներում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի Թուրքիա կատարած այցին, գիտեք, դրա հետ կապված վերլուծությունները շատ են, ես ելնում եմ այն մոտեցումից, որոնք ամիսներ առաջ արտահայտվել են, երբ որ Հայաստանի իշխանությունները անթափույց ցույց էին տալիս, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նաև որոշակի միջնորդական դեր տեսնում էին Թուրքիայի մասով, անկախ դրանից դա այդպիսի ձևակերպում գտնում էր թե չէ, բայց անուղղակի ձևով դա միանշանակ արտահայտվում էր եւ Հայաստանի իշխանությունների կողմից կար սպասում, որ Թուրքիան իր ներգրավվածությամբ հնարավոր կդարձնել Ադրբեջանի միջև հարաբերությունների հանգուցալուծումը։ Դեռ մի կողմ դնենք այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակային մասը, որի հետ կապված տարբեր առիթներով խոսել եմ, բայց այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը Իսրայելի եւ ավտոմատ, որի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր եւ ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ Ավելի մանրամասն հնարավոր կլինի այս թեմայի հետ խոսել այն ժամանակ, երբ որ հստակ կդառնա պաշտոնական հայտարարություններով կամ միգուցե նաև փաստաթղթային մասով, թե ինչ են վերջ-վերջո պայմանավորում, բայց այն, որ տրամաբանական առումով եւ process-ների այսպես ասեմ, այդ հաջորդականության տեսանկյունից Հայաստանը եւս իր մեծ ներդրումն է ունենում Թուրքիայի այս ռեգիոնում նայող դարձնելու տեսանկյունից դա գոնե իմ համար ակնհայտ է։ Սյունիքով եւ ընդհանրապես այդ ճանապարհների